Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, AFL-ում 14-րդ տուրը մեզ մոտ Winter Cup մրցաշարի շարունակվում է եւ վերջին խաղային օրն է մեկնարկում, որտեղ առաջինը միմյանց դեմ մրցելու համար խաղադաշտ են դուրս եկել Villarreal-ն ու Միլանը։ Շատ կարևոր հանդիպում է երկու թիմերի համար, կա մրցավարի սուլիչը մեկնարկած է հանդիպումը եւ եկեք արագորեն հայացք նետենք թիմերի հայտարարությունների հետ ծանոթանանք թիմերի կազմին, որից հետո արդեն խոսենք մրցաշարային աղյուսակի մասին, սկսենք Villarreal-ից դարպասը պաշտպանում է Հայկ Մկրտչյանը համար 13, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավագյան համար 6, Հովհաննես Իլանգյոզյան համար 8, Գագիկ Սարդարյան համար 10 նա թիմի ավագտ է, Գևորգ Հովհաննիսյան համար 11, Արման Խաչատրյան համար 12, Վլադիմիր Ուլուխանյան համար 20 եւ Վիգեն Բեգոյան ներողություն համար 77 եւ Կարո Մանուկյան համար 99։ Միլան դարպասը պաշտպանում է Հովհաննես Ղազարյանը համար 1, Վլադիմիր Անդրեասյան համար 2, Վիգեն Դուրյան համար 6, նա այսօր թիմի ավագն է, Դավիթ Զաքարյան համար 9, Մատեո Ջիլբերտո համար 11, Ալեքս Սահակյան համար 14, Վլադ Մուսայելյան համար 18, Սեյրան Խալացյան համար 19 եւ Վահե Մարտիրոսյան համար 77։ Գնդակով Villarreal-ի ֆուտբոլիստներն են Բեգոյանի հարվածն ենք տեսնում հենց մեկնարկում ու այստեղ Ղազարյանը կարողանում է իր վրա ընդունել գնդակը, փակեց Բեգոյանի հարվածը, ճիշտ է շատ վտանգավոր հարված ստացվեց հենց մեկնարկում Villarreal-ի ֆուտբոլիստի կողմից, հիմա էլ Ուլուխանյանի անցում ու կար, այո, կար խաղի կանոնների խախտում Ուլուխանյանի դեմ պայքարում ու ստանդարտ է իրացնելու հիմա էլ Villarreal-ը բավական ակտիվ մեկնարկ դեղին Սուզանդավի կատարմամբ ու տեսնենք արդեն մնացած ժամանակահատվածը ինչպես կանցկացնի Villarreal-ը խաղադաշտում, իսկ մրցաշարային աղյուսակի մասին խոսենք Villarreal-ը մեկ հանդիպում պակաս անցկացնելով Բորուսիայից ու Ատլետիկո Երևանից այս պահին գտնվում է 5-րդ հորիզոնականում, այս ստանդարտից հետո կա մրցավարի սուլիչը Սարդարյան, Ավագյան, Սարդարյան հարված, բայց պաշտպանի վրա ընդունեց գնդակ ու անկյունային կտեսնենք, որ առաջինը կլինի այս խաղում։ Այսօր Villarreal-ը 31 միավոր ունի վաստակացի ակտիվում 13 հանդիպումից հետո եւ հաղթանակի հասնելու դեպքում միանգամից մեծ քայլ է կատարում ու բարձրանում երկրորդ հորիզոնական շրջանցում են նույնիսկ Աջապնյակին, ճիշտ է դեռ Աջապնյակը կանցկացնի այս տուրի հանդիպումը, նոր դրանից հետո կունենանք ընդհանուր պատկերը մրցաշարային աղյուսակում, իսկ Ատլետիկո Երևանը արդեն 14 հանդիպումից հետո իր ակտիվում ունի 40 միավոր ու գրեթե մեծ հաշվով, հա, այսպես ասենք, ճիշտ է դեռ ունի Ատլետիկոն անցկացնելու 3 հանդիպում, բայց գրեթե արդեն կարելի է փաստել, որ Ատլետիկո Երևանը այս խմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը, ճիշտ է, այնպես չէ, որ նրան չեն կարող շրջանցել, բայց դա միայն այն դեպքում հիմա այս գրոհը տեսնենք Villarreal-ի դանդաղեց այստեղ Villarreal-ի ներողություն Միլանի ֆուտբոլիստ ու կարողացան Villarreal-ի ֆուտբոլիստները շատ արագ կողմնորոշվել ու վտանգը չեզոքացնել, Սարդարյանն է գնդակով մի անգամից դեպի իրենից ավելի ձախ ուղարկեց եւ դուրս եկավ այստեղ գնդակի Իլանգյոզյանից դաշտի սահմաններից եզիս կնետի Միլանը այո 3 հանդիպում դեռ ունի անցկացնելու Երևանի Ատլետիկոն, բայց նույնիսկ այսպես ասեմ Աջապնյակի նկատմամբ տարած հաղթանակը թույլ է տալիս Ատլետիկոյին նույնիսկ մեկ խաղում պարտվել այս 3 հանդիպումներից նոր դրանից հետո արդեն կարելի է մտածել, որ Ատլետիկոն երկրորդ պարտությունը կրելու դեպքում շանս չունենա առաջին հորիզոնականի, բայց իհարկե դա կարծում եմ մի փոքր արդեն այդ ժանրից կլինի, Ատլետիկոն կարելի է ասել իր գրեթե բոլոր բարդ հանդիպումները անց է կացրել եւ այնպես չէ, որ հեշտ մրցակիցներ են մնացել Ատլետիկոյին, բայց որպես այդպեսին փաստենք, որ Երևանի Ատլետիկոն Եվս մեկ հաղթանակ տանելու դեպքում արդեն առաջին հորիզոնականը կամրապնդվի, իսկ Villarreal-ը այո պետք է հաղթի ու պետք է մտածի հնարավորինս վերին հորիզոնականով play-off դուրս գալու մասին, ճիշտ է դա կլինի ամենայն հավանականությամբ երկրորդ կամ երրորդ հորիզոնականը, բայց ամեն դեպքում որքան վեր գտնվի թիմը խմբային փուլը հաղթահարելու Սարդարյանի հարվածը տեսանք ու նորից բարձր է ստացվում, այնքան ապա play-off-ում ավելի համեմատական կարգով հեշտ մրցակից բաժին կհասնի դեղին Սուզանավին, իհարկե կրկնում եմ եւս մեկ անգամ Winter Cup-ի play-off-ում հեշտ մրցակիցներ չեն լինելու, բայց իհարկե թիմերի ցուցած խաղով ու խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը հաշվի առնելով իհարկե որքան ավելի վեր գտնվող թիմը
ակումբը մրցաշարային աղյուսակում ավելի վեր տեքս բաղեցնի վերին հորիզոնականներում ու դուրս գա փլեյով, այնքան հավանականություն, այսպես ասած, ավելի շատ կունենա, քան հակառակ կամբում տեքս բաղեցած օրինակ 8-րդ կամ 7-րդ հորիզոնականով դուրս եկած թիմերը։ Հիմա հարված կլինի Միլանի դարպասից, Դուրյանը արագորեն գնդակ ուղարկում է Զաքարյանին, լավ կասեցեց Զաքարյանը գնդակը։ Այդ փոխանցում կրկին Դուրյանին ու այստեղ պրեսինգի շտորի Վիլյարեալը վաստակում է եզրային նետման հնարավորություն։ Իլանգյոզյան դեպի Ուլուխանյանը ուղարկեց Բեգոյանին գնդակ Ուլուխանյանը հանգիստ խաղարկում, բայց այստեղ մի փոքր անհասկանալի փոխանցում տեսանք Բեգոյանից ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, եզից կնետեն Միլանի ֆուտբոլիստները, այո խոսքը գնաց Վիլյարեալի մասին այդ իսկ պատճառով խոսեցի մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում տեքս բաղեցած թիմերին, իսկ Միլանը այս պահին գտնվում է այն հորիզոնականում, որը թիմին հնարավորություն տալիս է փլեյով դուրս գալու, հենց այս պահի դրությամբ Միլանը օնլայն տարբերակով 15 հանդիպումից հետո վաստակած 25 միավորով գտնվում է 8-րդ հորիզոնականում, նույնքան միավոր ունի նաև Արաքսը 2 հանդիպում քիչ է անցկացել Միլանի նկատմամբ, Մոնակոն էլ 1 միավոր ավել ունի վաստակած Միլանից ու գտնվում է 7-րդ հորիզոնականում հավասարանի հանդիպումների պայմաններում, անկախ ամեն ինչից իհարկե Միլանը պետք է փորձի այս 3 խաղերում առնվազն 2 հաղթանակ տանել ու իհարկե մտածել մրցակիցների սայթակման մասին, Սարդարյան ու այստեղ չհայտնվեց նորից գնդակը դարպասում մի փոքր շեղությամբ ստացվեց Սարդարյանի գեղեցիկ կատարած հարվածը, որը նա կատարեց կրունկով ոտքի հատվածով, բայց այստեղ բախտը ժպտաց Միլանին, հիմա տեսնենք երկար փոխանցում առաջ այստեղ չստացվեց Ստեփանյանի մոտ, բայց ամեն դեպքում դիպած Ստեփանյանը գնդակին ու եզից կնետեն Միլանի ֆուտբոլիստները։ Այսօր այո Միլանի կազմում կա շատ մեծ կորուստ, թիմի Ավագ Հունանյանը ներկա չէ այս հանդիպմանը, իհարկե նրա բացակայությունը խաղադաշտում իր տեղը զգացնել կտա Միլանի գործողություններում, բայց ամեն դեպքում հասկանալի է նույնիսկ այսօր Միլանի պարտությունը բավական, իսկապես բավական բարդ մրցակից է այսօր Միլանին բաժին հասել, ինչպիսին Վիլյարեալն է, Ուլուխանյան, լավ անցում կատարեց Ուլուխանյանը, թողեց հիմա գնդակը Իլանգյոզյանին, Սարդարյան, այո, իսկապես բարդ մրցակից է Վիլյարեալը, ոչ միայն Միլանի, նաև ցանկացած թիմի համար Վինտեր քափում կամ Աֆելի ցանկացած առաջնությունում։ Հիմա կա փոխանցում Ավագյանից եղավ անդրադարձ ու այստեղ հեռացման փորձ, որը չստացվեց, նորից Արմեն Ավագյանն է գնդակով։ Լավ էր նկատել Կարո Մանուկյանին, բայց փոխանցումը չանցավ։ Իսկապես կրկնում եմ եւս մեկ անգամ Վիլյարեալը բավական բարդ մրցակից է ցանկացած թիմի համար, հիմա էլ թույլ չտվեց Դուրյան Ավագյանին հարված կատարել, այլապես կարող ենք արդեն հանդիպան հաշիվը բացված տեսնել, եթե Ավագյանը հարվածեց, բայց Վիգեն Դուրյանը սահանկման ներողություն գնով փակեց այստեղ Արմեն Ավագյանի հարվածի ճանապարհը, հիմա հասկանանք ինչ է պատահել Ջիլբերտոին։ Սարդարյանը մաքուր գործեց ամենայն դեպս նրա դեմ պայքարում ու չկար խաղի կանոնների խախտում եւ այո մրցավարը այստեղ գնդակը հանձնում է Դարպասապա Ղազարյանին, ով կսկսի Միլանի հերթական գրողներից մեկը։ Երկար փոխանցում ենք տեսնում առաջ։ Ստեփանյան այստեղ մի փոքր անհաջող ստացվեց գնդակին կառավարել Ստեփանյանի մոտ ու եզրային նետման հնարավորություն տվեց Լևոն Ստեփանյանը Միլանի ֆուտբոլիստերին։ Անցավ հանդիպան մեկ տարկից արդեն 9 րոպեից ավելին ու դեռ չունենք խփված գնդակ։ Բայց իհարկե երկու թիմերն էլ հարցակման գծում շատ լավ են գործում, հատկապես խոսքը սուղում է Վիլյարեալին, ով ունի Կարո Մանուկյանի պես հարցակման առաջատար, ով ցանկացած իրավիճակում կարող է ելք գտնել հարված կատարելու, հիմա հենց Մանուկյանն է գնդակով, չանցավ այստեղ փոխանցումը, բայց կմնա գնդակը Վիլյարեալի մոտ, ինքն էլ կատարում է եզրային նետում, Մանուկյանը, Ուլուխանյան դեպի Բեգոյանը, փոխանցումը հետևեց Արմեն Ավագյան թողեց Սարդարյանին
Մնաց գնդակով Սարդանյանը Չկար ոչինչ Ուլուխանյան, տեսնենք գուցե արված, տեսնենք Ուլուխանյանից, ոչ, փոխանցում Մանուկյանին ու այստեղ Ղազարյանը փրկեց, Մանուկյանի առաջին փորձ այս խաղում ու մնաց անառիկ Միլանի դարպաս Ավագյան փոխանցում Սահակյանն Իմայել հեռացնում գնդակը ու Դուրյանն է տեղին քար ստանում հիմա մրցավարի հետ վիճելու համար, կարծես և տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա արդեն Վիլյարեալին այո Դուրյանը համաձայն չէր մրցավարի կայացած որոշման հետ, որը տեղի ունեցավ քիչ առաջ նորից Սարդանյանի ու Ջիլբերտոյի պայքարում, բայց ամեն ինչ մաքուր էր, ըստ մրցավարի Վիգեն Բեգոյան, հեռար, արվածի փորձ Ջիլբերտոն փակեց, Ուլուխանյան կարող է ևս մեկ արված հետևել, այդպես էլ արեց Ուլուխանյանը, բայց բարձր է ստացվում Իմայել Ուլուխանյանի կատարած արվածը աստիճանաբար այո Վիլյարեալը մեծացնում է ճնշումը մրցակցի դարպասի ուղղությամբ, բայց իհարկե դա դեռ ոչինչ չի ասում հաշվի պայմաններում, հաշիվը առայժմ ոչ ոքի է նույն 0-0-ն, որը իհարկե փաշ չէ այս առավելության համար պետք է, կարծում եմ պետք էր Վիլյարեալը արդեն բացած լիներ այս հանդիպան հաշիվը ունեին հնարավորություններ մի քանի անգամ, բայց չօգտագործեցին իրենց շանսերը, հիմա էլ Ջիլբերտոյի հանցումն էին տեսնում, բայց հնարամիտ կերպով պաշտպանվեցին Վիլյարեալի ֆուտբոլիստները, տվյալ դեպքում Ուլուխանյանն էր նորից հայտնվել, այո Ուլուխանյանին կարող են խաղադաշտում ամենուր տեսնել, թե պաշտպանությունում, թե հարձակման գծում, բայց դա նոմինալ հենակետային կիսապաշտպան է դիրքում է հանդես գալիս Վիլյարեալում ու դա է ամենահետաքրքիրը, իսկապես կարող է մանևրել դաշտի ցանկացած հատվածում Ուլուխանյան ու նրան վերահասկելը բավական բարդ է, նույնը իհարկե Ավագյանի մասին, Սարդարյանի, Մանուկյանի ունի, իսկապես Վիլյարեալն ունի այնպիսի ֆուտբոլիստների կազմում, գեղեցիկ փոխանցում տեսանք Ավագյանից ու Մանուկյանը չհասցրեց դիպչել գնդակին, եթե մի փոքր շեղեր կարող Մանուկյանը գնդակի ուղղությունը, ապա արդեն կտեսնեինք դարպասի գրավում, կարծում եմ Ղազարյանը այլևս անզոր կլիներ այս իրավիճակում, բայց չստացվեց այստեղ Մանուկյանի մոտ, այսօր նաև Վիլյարեալն էլ իսկապես ունի կորուստ թիմի պաշտպանությունում Հակոբ Համբարձումյանն է բացակայում շատ կարևոր օղակ Վիլյարեալի կազմում ու դա նույնպես պետք է հաշվի առնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները, ճիշտ է այսօր պաշտպանությունում Ստեփանյանի հետ կարծես Բեգոյանն է տեղ զբաղեցրել, բայց Բեգոյանն է նույնպես նոմինալ պաշտպան չէ, նա ավելի շատ կլինի ասել եզրային կիսապաշտպանի դիրքում է միշտ հանդես գալիս ու այսօր Համբարձումյանի բացակայության պայմաններում ստիպված վերածվել է պաշտպանի Զատիկյանն էլ կարծես չկա հայտարարությունում, այո ունի այսօր պաշտպանությունում կարծես խնդիրներ ունի Վիլյարեալը, բայց կրկնում եմ Ստեփանյանից ու Բեգոյանից բացի ցանկացած իրավիճակում պաշտպաններին գալիս է օգնության, հատկապես Ուլուխանյանը ու այնպես չէ որ խաղանկետների բացակայությունը ճիշտ է ամեն դեպքում ես նշեցի երկու առանցքային ֆուտբոլիստի ովքեր չկան այսօր Վիլյարեալի հայտարարությունում, բայց Ուլուխանյանը համենայն դեպս կփորձի այդ ամենը զգացնել շտա խաղադաշտում կա մրցավարի սուլիչը Ավագյանն է գնդակի մոտ ստանդարտների վարպետը հարված, բայց այս անգամ պատն իր վրա ընդունեց գնդակը, այո Արմեն Ավագյանը կարող է այսպես ասած պարզ իրավիճակում որտեղ մոտ տարածությունից ավելի ճիշտ կլինի ասել չգրավել մրցակիցների դարպասը, բայց ստանդարտից կամ հեռահար տարածություններից նա շատ է սիրում ռմբահարել մրցակցի դարպասի ուղղությամբ ու դա Վիլյարեալի խաղաքարտերից մեկն է, հիմա եզից կնետի Միլանը Սահակյանն է պատրաստվում եզրային նետումը կատարելուն դեպի Ջիլբերտոն ու նորից Ուլուխանյան, Կարո Մանուկյան մնաց միայնակ գնդակով Մանուկյանը դիմա ազատվեց գնդակից, բայց արդեն Միլանի ֆուտբոլիստները հասցրեցին
Նահանջել Սարդարյան ամեն դեպքում շարունակվում է Վիլյարեալի գրը Ուլուխանյան դեպի Իլանգյոզյանը նորից Ուլուխանյան շատ լավ նկատեց Աշեզում Բեգոյանինով եւս մեկ հարվածի փորձ կատարեց, բայց ստացվեց շարունակվում է Վիլյարեալի գրո Կարո Մանուկյան ու հասցրեցին այստեղ դարպասապանն ու Սահակյանը մի համուր ուժերով հեռացնել գնդակը փոխանցում էր կատարում Մանուկյանը դեպի Իլանգյոզյանը ու եթե չդիպչեր ոչ ոք գնդակին ապա արդեն դատարկ դարպասը կարող էր Իլանգյոզյանը գրավել հիմա անկյունային խաղարկումը Սարդարյան կա փոխանցում Ուլուխանյանին Ուլուխանյան լավ անցում էր բայց հարված չկատարեց դեպի Ավակյանը փոխանցում հետևեց Ավակյանն է կատարում հարված, բայց բարձր է ստացվում Արմեն Ավակյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից հարված կտեսնենք Միլանի դարպասից Այո լինենք անկեղծ հանդիպան տեմպը մի փոքր անդարտացավ հանդիպան սկզբում ավելի բարձր էր տեմպը բայց կարծում եմ դա այնքան ժամանակ այսպես կմնա քանի դեռ չունեն խփված գնդակ խաղա դաշտում Ավակյանի կրակոց ու դարպասաձողն է հիմա էլ օգնության գալիս Միլանին մինչ այդ կար խաղի կանոնների խախտում իսկապես Մանուկյանի դեմ պայքարում բայց այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը քանի որ Ավակյանը պատրաստեց հարված բայց ամեն դեպքում կար Մանուկյանի դեմ խախտում ու Դուրյանը պետք է շատ ուշադիր գործի նա արդեն ունի դեղին քարտ եւ եւս մեկ դեղին քարտ պարզապես Դուրյանը կհեռացի խաղադաշտից իսկ նա շատ վտանգավոր է խաղում հիմա այս րոպեին պաշտպանությունում մրցակից հարցակողների դեմ Ստեփանյան լավ չընդունեց գնդակը Զաքարյան կարող է Միլանը բացել աշիվը բայց Մկրտչյանը պրկում է այստեղ Վիլյարեալին այքես Միլան ինչ արագ հակագրոհի անցան Միլանի ֆուտբոլիստները ու կարող են բացել հիմա հանդիպման աշիվը չես խփում դու խփում ես քեզ Մանուկյան թողեց Ավակյանին ու բրավո Ղազարյան մնաց աննարիք նորից դարպասը Ավակյանի կրակոցից հետո ինչ է կատարվում խաղադաշտում հիմա 1-1 ու սպառնում են թիմերը բայց լավ տարբերություն չդնեմ երկու թիմերի հակագրողներն էլ բավական վտանգավոր ստացվեցին եթե Զաքարյանի հարվածը մի փոքր ավելի թույլ ստացվեց ու Մկրտչյանը հեռացեց գնդակը ապա այս իրավիճակում Ղազարյանը պարզապես փայլեց ու Ավակյանի կրակոցից հետո կարողացավ դարպասը աննռիվ պայել Ուլուխանյան Սարդարյան թողեց նորից Ավակյանին դեպի Կարո Մանուկյան ու ուժեղ էր այս փոխանցումը գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից առայժմ գոլերի այսպես գոլային հնարավորությունների տեսանկյունից Վիլյարեալն ունի բավական մեծ առավելություն ես Միլանից միայն այս մեկ դրվագը ֆիքսեցի երբ Զաքարյանը հայտնվեց հարվածային դիրքում բայց առայժմ երկու թիմերն էլ չեն կարողանում փոխել մրցակիցների դարպաս ու Կարծում եմ միայն դա է պատճառը, որ առայժմ մենք այսպիսի հանդարտ հանդիպում ենք դիտում։ Սարդարյան լավ փոխանցում ու Դուրյանը հասցնում է հիմա հեռացնել Մանուկյանի ոտքերի տակից գնդակը։ Տեսնում եք 1-2 փոխանցում ու Վիլյարեալը անմիջապես արդեն հարվածային գոտում է։ Հարվածային գոտի է դուրս բերում Կարո Մանուկյանին։ Բայց այստեղ Դուրյանը ավելի շուտ մի փոքր արձագանքեց գնդակին հիմա անկյունայինը Սարդարյանն է իրացնում հեռացված է նորից գնդակը Վիգեն Բեգոյան դեպի Ավակյանը Բարձից փոխանցում ուղղված է գնդակը Սարդարյանին տեսնենք այս գրոյի շարունակությունը ինչպես կստացվի Ստեփանյանն է հիմա էլ հայտնվել է արձակման գծում բայց հարվածը չստացվեց այնպես ինչպես նա մտածել էր ու գնդակն լքեց խաղադաշտը նորից Դուրյանն է խորքից փոխանցում կատարում այսպես Սա կարծես տակտիկա լինի Միլանի կատարմամբ, այո Դուրյանի խորքից կտրող փոխանցումները բավական հաջող է ստացվում, բայց առայժմ Վիլյարեալը լավ է պաշտպանվում Մուսայելյան լավն էր հարված ու այստեղ Մկրտչյանը փրկեց նո այս իրավիճակում էլ հիմա Վիլյարեալին, հիմա Բեգոյանը ռիսկի դիմեց, բայց որքան շքեղ ստացվեց այս ամենը փոխանցումը նույնպես Իլանգյոզյան կամ Մանուկյանը, Իլանգյոզյանը մնաց գնդակով, տեսնենք ինչ որոշում կկայացնի Դեպի աջ շարժվեց ու կորցրեց այստեղ արդեն գնդակը ավելի շուտ կարելի էր փոխանցել Կարո Մանուկյանին, ով արդեն արվածային դիրքում է հայտնվել Ավակյանն է գնդակով
Գիլբերտոն այստեղ խլուն կատարեց, բայց Ուլուխանյանը տեսեք, որքան նահանջեց ու խլեց գնդակը, հետո շատ արագորեն էլ կորցրեց Խալացյան ու այստեղ կա խաղի կանոնների խախտում Սեյրան Խալացյանի դեմ պայքարում եւ Միլանը ունի բավական վտանգավոր դիրքում ստանդարտ իրականացնելու հնարավորություն։ Տեսնենք այս ստանդարտի խաղարկումը ինչ է տալու Միլանին Դուրյանն է գնդակի մոտ նա կարող է իսկապես Դուրյանին մենք մեկ անգամ չի որ տեսել ենք հերար արվածներ կատարելուց կամ մրցավարի Սուլիչը Դուրյան բայց ինչպես Ավակյանի դեպքում այնպես էլ հիմա պատկասված ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին արված ու գնդակը երկրորդ փորձից արդեն բարձր ստացվեց բարձր ընթացավ հիմա Մկրտչյանը խաղարկում է գնդակը Ուլուխանյանի հետ Ավակյան Այսօր հագեցած խաղային օր ունենք Կաֆելում մի անգամից 4 հանդիպում կներկայացնենք ձեր ուշադրությանը, որոնցից առաջինը սա է, իսկ արդեն այս հանդիպումից հետո խաղադաշտ են դուրս գալու Պալերմոն և Արցախը հետո Ատալանտան և Վերդերը իսկ խաղային երեկոն կեզրափակեն Մոնցան ու Բոտֆորդը Գավաթի եզրափակիչում միմյանց դեմ հարցերը պարզելու համար Իլան Գոյանը հեռու թողեց այստեղ գնդակ ու արված կտեսնենք Ազարյան դարպասից շատ լավ ու արագ նկատեց Սահակյանը առաջ խաղացողը, բայց Ստեփանյանը այսպիսի իրավիճակներում երգությամբ չի զիջում կար, այո կար խաղի կանոնների խախտում Ստեփանյանի դեմ պայքարում Սահակյանը թիկունքից աշխատեց ու հիմա փոփոխություն Վիլյարեալի կազմում այո Սարդարյանը լքում է խաղադաշտ ու նրա փոխարեն հանդիպումը կշարունակի Գևորգ Հովհաննիսյանը Լևոն Ստեփանյանն գնդակով Դեպի Սարդարյանը ոչ, ես ներողություն եմ խնդրում, տպավորություն այնպիսին որ Սարդարյանը լքեց խաղադաշտը, բայց ոչ, փոփոխության չէր դիմել այստեղ, փոփոխություն չկատարեց թիմի մարզիչը Սարդարյանի դրվագում, խաղադաշտը լքեց Իլան Գյոզյանը ու նրա փոխարեն մտավ խաղադաշտ Գևորգ Հովհաննիսյանը ու տեսնենք Հովհաննիսյանը արդեն թարմ ուժերով իշ կփորձի անել Արմեն Ավագյան կա փոխանցում Դուրյանը առաջինն է արձագանքում գնդակին, եկավ գնդակը Հովհաննիսյանի մոտ Դեպի Ստեփանյանը նորից Ավակյանին գտավ Ստեփանյանը աջ եզրում Կարո Մանուկյան նորից Արմեն Ավակյան տեսնենք այս գրոհը ինչպես կավարտվի Ուլուխանյանի հարվածով որը նորից բարձր է ստացվում Այո մոտենում են Վիլյարեալի ֆուտբոլիստները մոտենում են մրցակցի դարպասին բայց այն վերջնական հարվածը դեռ դիպուկ չեն կատարել Զաքարյան դեպի Գիլբերտոն Լավ նկատեց Խալացյանին Գիլբերտոն մնաց գնդակով Սեյրան Խալացյանը թողեց հիմա Մուսայլյանին դեպի Զաքարյանը բայց այստեղ արդեն Բեգոյանը ավելի շուտ արձագանքեց գնդակին ու հեռացեց այն դաշտի սահմաններից դուրս խաղակեսը մոտենում է ավարտին առայժմ բացված չէ հանդիպան աշխիվը 2 րոպեից մի փոքր ավելի քիչ է մնացել հիմնական ժամանակի ավարտին առաջին կեսի ու Տեսնենք այս վերջին րոպեները ինչ են տալու թիմերին Սարդարյան լավն էր մտահղացումը բայց չանցավ այստեղ փոխանցումը հիմա Դուրյանը խլեց գնդակ ու խախտեց խաղի կանոնները այո Վիգեն Դուրյանը ու առայժմ մրցավարը տեղին քարտ ցույց չտվեց այս դրվագում այո դրվագը արդեն մնաց անցյալում Ավակյան Ղազարյանը նորից տիրում է գնդակին երկար փոխանցում դեպի Զաքարյանը որը նորից ուժեղ ստացվեց ու արված կլինի հիմա էլ Մկրտչյանի պաշտպանած դարպասից այո իսկապես What score? Score ո՞նց է? Պետք է ուշադիր լինի Դուրյանը նա ունի դեղին քարտ կրկնում եմ հենց մեկ տարկում ու բավական այսպես ասած կոշտ պայքարի առաջարկում մրցակիցներին խաղակեսը
մոտենում է ավարտին, նորից հարված եք տեսնելու Միլանի դարպասից, Դուրյանը այստեղ խաղարկեց, բայց Ուլուխանյանը խլում կատարեց Սարդարյան։ Մնաց գնդակը Վիլյարեալի մոտ, նորից Ուլուխանյան ու այստեղ առաջ խաղացման փորձ եւ կա խաղի կանոնների խախտում ու հիմա երկրորդ դեղին քարտ ենք տեսնում այս խաղում Միլանի ֆուտբոլիստների կատարմամբ, հիմա էլ զգուշացվեց Միլանի երկրորդ համարը Վլադիմիր Անդրեասյան ու տեսնենք այս ստանդարտ ինչի կվերածի Վիլյարեալը, որը կարծում եմ խաղակեսի վերջին դրվագը կլինի։ Նորից Ավակյանն ու Սարդարյանն են գնդակի մոտ։ Երկուսն էլ կարող են այսպիսի տարածությունից հարվածել ու գտնել ցանցը կա Սուլիչը Սարդարյանի փորձ այս անգամ ու պաշտպանը հանեց գնդակի հիմա էլ դարպասից անցել էր գնդակը բոլորից շատ լավ հարված էր կատարել Սարդարյանը հնարամիտ հարված այսպես անվանենք այս դրվագը պատի տակով ուղարկեց գնդակը, բայց այստեղ Սահակյանն էր, եթե չեմ սխալվում, այո, Ալեքս Սահակյանը դարպասից հեռացեց գնդակը ու հիմա տեսնենք Խալացյան Միլան արագ հակագրոհի հասնում, դանդաղ է հակագրոհը, հիմա կա փոխանցում Ջիլբերտո կարող է գրավել դարպասում Մկրտչյան։ Մնաց անառիկ դարպաս այս իրավիճակում եւ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է, նորից վերջնամասը գոլային պահերով լի է, բայց դարպասները մնացին թիմերի անառիկ ու առաջի խաղակեսը այսքանով էլ ավարտում ենք, մեզ մոտ կարճ դադար է, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, մեկնարկում է Վիլյարեալն ընդդեմ Միլանի հանդիպման երկրորդ խաղակեսը, առայժմ առաջին կեսը գոլազուրկ էր, չունենք առայժմ խփված գնդակ խաղադաշտում, իհարկե ինչը չի մտնում ընդհանրապես հանդիպման տրամաբանության մեջ առաջի խաղակեսում առաջացրած վտանգավոր պահերից հետո, բայց ունենք այն ինչ ունենք, Կարո Մանուկյան այստեղ կար խախտում նորից Դուրյանի կողմից, բայց մնաց գնդակով Մանուկյան այդից պատճառով չսուլեց մրցավարը ու այստեղ հասնում է Սարդարյանի փոխանցման ճանապարհը փակել Ջիլբերտոն, անկյունային կիրասի Վիլյարեալը նորից ակտիվ մեկտակ դեղին Սուզանավի ֆուտբոլիստերի կատարմամբ ու տեսնենք այս անկյունայինից հետո եւս մեկ անգամ կվերիշենք մրցող թիմերի հայտացուցակները Սարդարյան կա փոխանցումը բավական հեռուն գնաց գնդակ ու դուրս եկավ դաշտի սահմաններից, հիմա ծանոթացնեմ Եվս մեկ անգամ մրցող թիմերի հայտացուցակներից սկսենք հենց Վիլյարեալից Հայկ Մկրտչյանը պաշտպանում է դարպասը համար 13, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավակյան համար 6, Հովհաննես Իլանգյոզյան համար 8, Գագիկ Սարդարյան համար 10 ով թիմի ավակն է, Գևորգ Հովհաննիսյան համար 11, Արման Խաչատրյան համար 12, Վլադիմիր Ուլուխանյան համար 20, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Կարո Մանուկյան համար 99 Ավակյան մեկ հպումով լավներ մտահղացումը, բայց այստեղ չհասավ գնդակը Ուլուխանյանին, վերադարձեց Կարո Մանուկյանը գնդակը Վիլյարեալի համար ու Հովհաննիսյանը հիմա խաղարկեց Ստեփանյանի հետ, կա Բեգոյանը, տեսնում ենք փոխանցում Վիգեն Բեգոյանի ուղղությամբ, գուցե փորձ հարվածի տեսնենք Բեգոյանից, ոչ շատ լավ նրբանկատ փոխանցում կատարեց այստեղ Բեգոյանը, բայց հարված չտեսանք, հիմա էլ Ղազարյանը երկար փոխանցում կատարեց առաջ ու Ստեփանյանը առաջիններ Սարդարյան հեռու թողեց գնդակը Զաքարյանը եկավ օգնության այստեղ խաղընկերոջ ու ես իսկ նետի Միլանը ծանոթացնեմ նաև Միլանի հայտացուցակը դարպասը պաշտպանում է Հովհաննես Ղազարյանը համար 1 Վլադիմիր Անդրեասյան համար 2 Վիգեն Դուրյան համար 6 Դավիթ Զաքարյան համար 9 Մատեո Ջիլբերտո համար 11 Ալեքս Սահակյան համար 14 Վլադ Մուսայելյան համար 18 Սեյրան Խալացյան համար 19 Ավակյան ու բացվում է հանդիպման հաշիվը 1-0 Վիլյարեալն առաջ է հասնում հաշվի մեջ Արմեն Ավակյան բացված է հանդիպան հաշիվը 2 րոպե պահանջվեց Վիլյարեալից երկրորդ խաղակեսում առաջ անցնելու հաշվի մեջ բացելու հանդիպան հաշիվ ու արդեն ունենք խփած գնդակ Եվ տեսնենք Միլանը ինչով կփորձի պատասխանել այս բաց թողած գնդակին, այո, շատ իսկապես շատ լավ պայքարեց Միլանը առաջի կեսում, պայքար առաջարկեց Վիլյարեալին, գնացին թիմերը ընդմիջման ոչ ոքի արդյունքով, բայց իհարկե արդեն ընդմիջումից հետո Արմեն Ավակյանը առաջինի
գործը շատ լավ կատարեց խաղադաշտում, հիմա նորից Ավակյանն է գնդակով, փոխանցում Հովանեսյանին լավ չընդունեց Հովանեսյանը գնդակու, Դուրյանը խլեց այն նրանից, հիմա շարժվում է առաջ գնդակով Վիգեն Դուրյանը, շատ լավ փոխանցում ու Լուխանյանը հեռացեց այստեղ գնդակը այլապես Մուսայելյանը, եթե լավ իջեցներ այստեղ կհայտնվեր միայնակ Մկրտչյանի դեմ, ես իսկ նետի հենց Մուսայելյանը Գիլբերտոյի ուղղությամբ Հովանեսյանն է այստեղ պայքարում միջև վերջ ու խլեցին գնդակը ամեն դեպքում Գիլբերտոյից հետո Մուսայելյանը վերականգնեց այն Միլանի համար գեղեցիկ փոխանցում Գիլբերտոյին, բայց միայնակ 3 մրցակցի դեմ ոչինչ չէր կարող անել Մատեոն ու հիմա Վիլիարեալը կարող է արագ հակագրոյանցնել արգելակեց այստեղ թիմի ավակ Սարդարյանը ճիշտ է ընկավ արդեն Վիլիարեալի գրոյի տեմպը, բայց ավելի հաշվը նկատ գրող կարող է սկսել Ստեփանյան Ավակյանն ուղարկում կա Բեգոյանը շատ լավ նկատեց Բեգոյանի գրոյի միացում Արմեն Ավակյանը Ուլուխանյան Արմեն Ավակյան լավ փոխանցում էր, բայց Մանուկյանը արդեն այլ ուղղությամբ էր շարժվում ու գնդակը դուրս եկավ այստեղ դաշտի սահմաններից Անդրեասյանն հետ փոխանցում, բայց Մանուկյանը խլում է կատարում ու հետո արդեն պայել գնդակի իր մոտ չստացվեց, հեռու թողեց Մանուկյանը գնդակը Դուրյան երկար փոխանցում առը շատ լավն էր փոխանցումը, բայց այստեղ արդեն Ստեփանյանը վերահսկում էր իրավիճակ ու թույլ չտվեց Խալացյանին կատարել այն ինչի համար փոխանցել էր Դուրյանը նրան գնդակը Կարո Մանուկյան լավն էր փոխանցումը Սարդարյանի ուղղությամբ Ավակյան տեսնենք դուբլը Ավակյանի այստեղ փոխանցում Կարո Մանուկյան գոլի 2-0 Կարո Մանուկյան 2-0 Վիլիարեալը կրկնապատկում է իր առավելությունը, Ավակյանն էլ գոլի կողքին ավելացնում է գոլային փոխանցում, իսկապես գրեթե բոլորը արդեն փակում էին Ավակյանի հարվածը ու նա բոլորին այսպես ասած մեկ շարժումով խափեց ու կատարեց փոխանցում այս իրավիճակում Կարո Մանուկյանին իսկ հիմա անմիջապես Խալացյանը կրճատում է հաջորդ գրոյի ժամանակ հանդիպան հաշիվը 2-1 Միլանը 1 գնդագետ է բերում Սեյրան Խալացյան 2-1 րոպե ընդամենը անցավ Մանուկյանի գոլից հետո ու արդեն ունենք եւս մեկ գնդակ խաղադաշտում, բայց Միլանի կատարմամբ Ավակյան ու դարպասածողն է հիմա փրկում Միլանին Մանուկյանի խփած գնդակը կարծես որևէ բան արտացեց երկու թիմերի գործողություններում ու արդեն դրանից հետո բավական ինտենսիվ ու արագ հանդիպում ենք դիտում խաղադաշտում իսկապես երկու թիմերը արդեն ոգևորության ալիքի ներքո նետվել էին առաջ, հիմա Վիլիարեալը կարող է նորից երկու գնդակի առավելությունը վերականգնել, բայց դարպասածողը եկավ օգնության, հիմա Ավակյանի փոխանցումն ենք տեսնում, Ստեփանյանը ամեն դեպքում հարվածեց, բայց այստեղ դարպասապավերցեց գնդակը, թույլ ստացվեց Ստեփանյանի հարվածը ու Ղազարյանը հիմա երկար փոխանցում է կատարում առաջ, Բեգոյանը չարձագանքեց, թողեց գնդակը Մկրտչյանին Ավակյան, Գիլբերտոն թիկունքից խախտեց խաղի կանոնները Ավակյանի դեմ, բայց մնաց գնդակը Կարո Մանուկյանի մոտ, իսկ Մանուկյանի հարվածը այստեղ արդեն չստացվեց, դիպուկ չստացվեց, իհարկե Դուրյան, դեպի Խալացյանը, բայց փոխանցում ստացվեց այստեղ Դուրյանի կողմից ու ես իսկ նետի Վիլիարեալը
Արմեն Ավակյան մեկը փումով գտավ Կարո Մանուկյանին նորից Ավակյան գեղեցիկ է այս ամենը բայց հասցրեցին փակել Ավակյանի արվածի ճանապարհը իսկապես եթե գտներ ցանց այս իրավիճակում Արմեն Ավակյանը շատ շքեղ կոմբինացիա ու խաղարկում կտեսնեինք Վիլյարեալի կողմից հատկապես Ավակյանի ու Մանուկյանի կատարման բայց Ավակյանի արվածի ճանապարհին հասցրեցին կանգնել Միլանի պաշտպանները, եթե չեմ սխալվում, այս իրավիճակում սա անկման գնով, այո, չեմ վախենա այդ բառից ու կարծեմ դարպասը անառիկ պահեց Վլադիմիր Անդրեասյանը, քանի որ եթե արդեն կատարել էր հարված Ավակյան ու կարծում եմ անկյունը այնպես էր որոշել, որ դարպասապային ոչ մի հնարավորություն չէր տալու, շատ մոտ տարածությունում էր գտնվում, բայց բրավո այստեղ Վլադիմիր Անդրեասյանին դարպասը անառիկ պահելու համար Սարդարյան Ստացվեց այստեղ Սարդարյանի փոխանցումը, հեռացման փորձ, բայց այն փոխանցումը ստացվում Զաքարյանի համար ու գրոհի է ասում Միլանը Խալացյան լավն էր անցումը, Խալացյան, Մուսայելյան 2-2 հաշիվը հավասար է այ քեզ Միլան Վլադ Մուսայելյան 2-2 գնդակ կարողացան ետ բերել Միլանի ֆուտբոլիստները ու հավասարեցնել հանդիպան հաշիվը հիմա էլ Խալացյանը այստեղ իր գոլի կողքին ավելացրեց գոլային փոխանցում ինչպես դարել է Վիլյարեալի կազմում Արմեն Ավակյանը Ուլուխանյան Դուրյանն է հիմա էլ մարմնով փակում գնդակի ճանապարհը այո Խալացյանը միայնակ ամեն ինչ վերցրեց իր վրա անցումը կատարեց Փոխանցումը նույնպես ինչից հետո Մուսայելյանը գրավեց դարպասը Միլանը վերադառնում է խաղ իսկապես շատ հաջող վերադարձ այսպես ասենք եթե 2-0-ի առկայության դեպքում եւս մեկը խփեր Վիլյարեալ ու կարծում եմ ոչ ոք չէր հավատա նույնիսկ 2-0-ի ժամանակ չէին հավատա այսպես որ կարճ ժամանակահատված կպահանջվի Միլանից գրավելու Վիլյարեալի դարպասը կրկնակի անգամ ու հավասարեցնելու հանդիպան հաշիվը բայց Կամք է ցուցադրում հիմա Միլանը խաղարաշտում Կարո Մանուկյան Սարդարյան չստացվեց պատխաղարկումը Մուսայելյան դեպի Զաքարյանը կա Խալացյանի տարբերակը կատարեց փոխանցում Զաքարյանն ու շարժվում է առաջ Խալացյան Տեսնեք ինչա որոշում է կայացնում Խալացյանը փոխանցում բայց չգնաց միջև վեր Զաքարյանը այստեղ եթե արձագանքեր Խալացյանի կատարած փոխանցման ապա կարող է նույնիսկ Միլան այս իրավիճակում առաջ անցնել հաշվի մեջ ինչ ֆուտբոլ ենք հիմա մենք տեսնում Խաղադաշտում իսկապես հակագրոնները թիմերի կատարման բավական վտանգավոր ու արագ են ստացվում Եվ տեսնենք 2-2 հաշվի առկայության դեպքում կարելի ասել 0-0 հաշվի առկայության դեպքում այն առումով որ թիմերը ամեն ինչ սկսում են 0-ից ինչ կառաջարկեն արդեն այս սուղ ժամանակահատվածում որը մնացել է նրանց համար Ուլուխանյան Ավակյանին է հասցեագրում գնդակը Ավակյան արված ու Ղազարյանը փրկում է այստեղ Միլանին նետում գնդակը Մուսայելյանին ով շարժվում է առաջ կա Խալացյանի տարբերակը կա Զաքարյանի տարբերակը Մուսայելյան մի փոքր դանդաղեց ու հետո Ուլուխանյանը արդեն եկավ օգնության պաշտպաններին որտեղ է պետք գալիս Ուլուխանյանի այդ գործողությունները որը նա կատարում է խաղադաշտում Կարո Մանուկյան դեպի Ավակյանը Սարդարյան հարված ու Ղազարյանը նորից փրկում է Միլանին այ քեզ դարպասապա ինչ անում Հովհաննես Ղազարյան այսօր Միլանի դարպասապա արդեն Warriors-ն է կատարում այս խաղում ու դարպասը պահում անառիկ Ստեփանյան Ուղարկեց գնդակը Վիգեն Բեգոյանին Ավակյան Հարված արադարձ ու նորից Ղազարյանը վերցնում է գնդակը Այո իսկապես
շատ փայլուն հանդիպում է անցկացնում Միլանի դարպասապահ Հովհաննես Ղազարյանը, եթե չլիներ նա կամ այլ որևէ դարպասապահ այսօր կանգնած լիներ ու պաշտպանել Միլանի դարպասապահ, կարծում եմ առնվազն 2-3 գնդակ ավել բաց թողած կլինեին հիմա Միլանի ֆուտբոլիստները, հիմա էլ Սարդարյանի կրակոցին հետևեցին, բայց նորից փակվեց հարվածի ճանապարհը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից անկյունային խաղարկի Վիլյարեալը։ Ավակյանն է գնդակի մոտ կա, մրցավարի Ստունիչը Արմեն Ավակյան կա փոխանցումը, բայց այստեղ չստացվեց հարված կատարել ու Խալացյանն է գնդակով միանում է գրոին Դուրյանը Մուսայյանին ուղարկեց ու հիմա Սարդարյանը կստանա դեղին քարտ այս իրավիճակում, այո, թիկունքից խախտեց խաղի կանոնները Խալացյանի դեմ պայքարում, ընդունեց իր կատարած խաղի կանոնների խախտումը Սարդարյան ու ստանդարտ կիրացնի հիմա արդեն Միլանը։ Կա մրցավարի Սուլիչը, Դուրյան Կրոս դեպի Տուգանային հրապարակ Ստեփանյանը այստեղ լավ արձագանքեց գնդակին։ Ու հիմա Վիլյարեալը արագ հակագրոյի է նորից ասնում Ուլուխանյան, կա ձախից տարբերակ գտավ Ավակյանին, բայց Ահմադը ավելի շուտ է արձագանքում գնդակին։ Երկար փոխանցման փորձ այստեղ էլ ստացվեց։ Ահմադի կատարած փոխանցում ու նորից Վիլյարեալը շարժվում է առաջ, այո, բարդ է համակերպել այս ամենի հետ, երբ հաղթում ես 2-0 բաց ես թողնում 2 գնդակ, բայց իհարկե ունի խաղաժամանակներ Վիլյարեալը, ունի խաղաժամանակ դեռ Միլանը, այս խաղում 10 րոպեկային հիմնական ժամանակի ավարտին ու տեսնենք այս 10 րոպեները ինչպես կընթանա խաղադաշտում։ Ղազարյան երկար փոխանցում առաջ, Ստեփանյանն առաջինն էր այստեղ, Ուլուխանյան Սարդարյան նորից Ուլուխանյան Ավակյան մի անգամից հարված այստեղ առանց այսպես ասած երկար մտածելու հարված է Ավակյանը շատ ճիշտ վարվեց, բայց Ղազարյանը նորից տեղում էր Սարդարյան տեսեք նահանջել է արդեն Գագիկ Սարդարյանը պաշտպանությունն ու այս իրավիճակում էլ նրա սահանքումից հետո գնդակը հայտնվեց Վիլյարեալի դարպասապահի մոտ ով նետում կատարեց առաջ Ավակյան Մանուկյան, Կարո Մանուկյան Ավակյան ու նորից Ղազարյանն է փրկում Միլանին, ինչ է կատարվում հիմա որի օր սեյվը չեմ կարող արդեն հաշվել Միլանի դարպասապահի կատարմամբ, առնվազն 6-7 իրական գոլի ձեռց է պահել Միլանին այս խաղում։ Այնպիսի համագործակցություն կատարեցին Ավակյանն ու Մանուկյանը, որտեղ պատկերացնել, որ գնդակը չի հայտնվի ցանցում, մի փոքր անիրատեսական կլիներ, բայց այո, Ղազարյանը արեց այդ սեյվը ու թույլ չտվեց Ավակյանի հարվածից հետո գնդակը երրորդ անգամ այս խաղում արդեն հայտնվի դարպասում։ Հիմա էլ իքտ է կատարում երկար փոխանցում առաջ, բայց Դուրյանը այստեղ չհասավ գնդակին։ Ավակյան Ես իսկ նետեմ Վիլյարեալի ֆուտբոլիստները այստեղ լավ դիմավորեց Արմեն Ավակյանին Անդրեասյանը ու տեսնենք հենց Ավակյանն էլ կատարում է եզրային նետում Ուլուխանյանին նորից Ավակյան այստեղ ու նորից Անդրեասյանն է հաջող գործում ուղարկեց գնդակը Մուսայելյանի ուղղությամբ դեպի Խալացյանն էր ուղղված այս փոխանցումը, բայց Բեգոյանը վերահսկում էր իրավիճակը Իթել կատարում է եզրային նետում Ուլուխանյան Սարդարյան, հիմա Սարդարյանը արդեն ձախ եզրում է հայտնվել, կա փոխանցում դեպի Տուգանայինի մատույցեր Փորձեց այս փոխանցումը եզրափակել Իլան Գյոզյանը, բայց չստացվեց Եվ հարված կտեսնենք Միլանի դարպասից Ղազարյանը երկար փոխանցում է կատարում առաջ Մուսայելյան լավ իջեցեց գնդակը ճիշտ է մի փոքր հեռու թողեց բայց ամեն դեպքում այնպիսի իրավիճակում չսխալվեց որտեղից արագ հակագրոյի փորձ
կարողանար կատարել ներողություն Վիլյարեալը, հիմա արդեն հանգիստ հավաքվում է Վիլյարեալի ֆուտբոլիստները գնդակ ու փորձում գրոհի անցնել, բայց Ահմադը այստեղ կարողանում է հեռացնել գնդակը, եսից կնետի Վիլյարեալը, Բեգոյան, Մուսայանը հաջող գործեց այստեղ ու հիմա գուցե ստացվի որևէ բան, բայց Զաքարյանի մոտ անցումը չստացվեց, Ավակյան, Ուլուխանյան, դեպի Սարդայանը, փոխանցում ենք տեսնում ու նորից Անդրեասյաններ, այո, Անդրեասյանները այս իրավիճակում ու հիմա Միլանը արագ հակագրոհի փորձ է իրականացնում, Մուսայանը արգելակեց 3-ը 2-ի դիմաց շարժվում են առաջ Միլանի ֆուտբոլիստները, Խալացյան դեպի ձախ տեղափոխեց գնդակը, Զաքարյանն էլ մեկ հպումով դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ Իլան Գյոզյանն է նորից Զաքարյան ներվից հարվածի փորձ ու շեղությամբ է ստացվում Զաքարյանի կատարած հարվածը։ Բեգոյան Ավակյանին գտավ, Ավակյանն էլ դեպի Մանուկյանը անցավ, այս փոխանցումը ճիշտ է եղավ անդրադարձ ու անկյունային հարված է վաստակում Վիլյարեալը հանդիպման վերջին րոպեներն են ընթանում, տեսնենք այս վերջին րոպեները թիմերից յուրաքանչյուրին ինչ կտան։ Փոփոխություն այս ընթացքում տեղի ունեցավ Միլանի կազմում, Ջիլբերտոն մտավ խաղադաշտ, Զաքարյանի փոխարեն հիմա Սարդարյանը հարվածեց, բայց նորից դիպուկ շտացվեց գտնվել Վիլյարեալի ավակի մոտ։ Վիգեն Դուրյան մեկ հպումով Խալացյանը դեպի ու այստեղ չկար արդյոք խաղի կանոնների խախտում, ամենայն դեպս չսուլեց մրցավարը Իլան Գյոզյան, Ավակյան հարված բարձր է ստացում Ավակյանի կատարած հարվածը։ Ու հիմա տեսնենք ինչ պատահեց Միլանի ֆուտբոլիստին, Խալացյանն է, այո, կարծես հայտնվել խոտածածկին։ Պայքար տեղի ունեցավ այստեղ Բեգոյանի հետ, բայց մաքուր էր գործել Վիգեն Բեգոյանը, չկար խաղի կանոնների խախտում, չէր տեսել հանդիպան գլխավոր մրցավարը։ Ու հիմա արդեն կարելի է վեր սկսել հանդիպումը Դուրյան։ Նորից ուղարկեց գնդակը Խալացյանին, լավ ներխաղարկում այստեղ Սահակյանի հետ, բայց հետո արդեն Մկրչյանը հասավ գնդակին, այո, ու ամեն դեպքում ցույց չտվեց անկյունային իրականացնի Միլանը եզից կնետեն Միլանի ֆուտբոլիստները այս իրավիճակում։ Խալացյան Ուլուխանյանն է թիկունքից լավ գործում ու ինտեր շարժվում առաջ, բայց այստեղ շատ հեռու թողեց գնդակ ու կորցրեց, Դուրյանն է պատրաստում եզրային նետում իրականացնելուն։ Կա փոխանցում առաջ, այստեղ նորից Բեգոյանն առաջիններ, Ուլուխանյան շատ հաջող շրջվեց, Ուլուխանյանը կատարեց փոխանցում Արմեն Ավակյանին ու Վիլյարեալը շարժվում է առաջ, Կարո Մանուկյան Նորից Ավակյան, այստեղ կա խաղի կանոնների խախտում ու հիմա արդեն սուլեց մրցավարը բավական վտանգավոր դիրքում, ստանդարտ է նշանակում Միլանի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ստանդարտ ինչպես կիրացնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները, կարծես նորից Ավակյանն է գնդակի մոտ, մոտենում է նաև խաղանկերը Գագիկ Սարդարյանն ու տեսնենք այս երկու ֆուտբոլիստերից ով է հարվածը իրականացնելուն, երկուսն էլ շատ լավ են իսկապես ստանդարտներ իրացնում։ Կարծում եմ ավելի հարմար կլինի Սարդարյանի համար հարվածելուն, բայց տեսնենք կա սուլիչը։ Թողեց Սարդարյանը Ավակյանին, Ավակյանը փորձեց մոտակա անկյունը գրավել, բայց շեղությամբ ստացվեց հարվածը։ Ու հարված Միլանի դարպասից 3 րոպե մինչ առաջի ներողություն հանդիպան հիմնական ժամանակի ավարտը ու տեսնենք այս վերջին լարված րոպեները ինչ կտան երկու թիմերին, հիմա կարծում եմ շեշտը արդեն առաջին հերթին թիմերը դրել են պաշտպանության վրա, քանի որ հատկապես խոսքս վերաբերվում է Միլանի ֆուտբոլիստերին, քանի որ այսքան տանջալից աշխատանքից հետո բաց թողնել եւս մեկ գնդակ ու կրել պարտություն
իսկապես ցավալի կլինի Միլանի տեսանկյունից, ճիշտ է, Վիլյարեալն էլ փորձելու է ամեն դեպքում կորզել հաղթանակ այսօր, տեսնենք Կասուլիչը, տեսնում ենք փոխանցում Դուրյան, լավ գրոհի միացում էր Դուրյանի կողմից, բայց շտացվեց հարվածը այնպես ինչպես նա նախապատրաստել էր Ուլուխանյան, շարժվում է առաջ Վիլյարեալը, լավ փոխանցում դեպի Ավակյանը, շրջվեց Արմեն Ավակյանը այստեղ, բայց Խալաթյանը արդեն մոտեցավ Ավակյանին, հիմա արդեն Ուլուխանյանի հետ խաղարկում դեպի Ստեփանյանը, շատ լավ նկատեց Ստեփանյանը Լիլան Գյոզյանին, Ավակյան, մնաց գնդակ Արմեն Ավակյանի մոտ, մի անգամից երկու մրցակից դիմավորեցին նրան, Ջիլբերտո անհաջող փոխանցում, եթե մի փոքր ավելի լավ կատարեր փոխանցում, ապա արդեն միայնակ կարող է Խալաթյանը հայտնվել Մկրտչյանի դեմ, հիմա էլ Ուլուխանյանի հեռահարվածը տեսանք ու փակվեց գնդակի հարվածի ճանապարհը, գնդակը չհայտնվեց ամեն դեպքում այս իրավիճակում Միլանի դարպասում, Սահակյան խաղի կանոնների խախտում Ավակյանի դեմ պայքարում եւս մեկ դեղին քարտ Միլանի ֆուտբոլիստին այս խաղում երրորդ դեղին քարտ ու երեքն էլ ստացել են Միլանի ֆուտբոլիստները ու տեսնենք այս ստանդարտը արդեն, որը կարծում եմ կարող է որոշիչ լինել Արմեն Ավակյանն է գնդակի մոտ նա այսօր մեկ անգամ դարձել է գոլի հեղինակ մեկ գոլային փոխանցում էլ գրանցել է իր անվան դիմաց ու կարող է վճռորոշ հարվածը նույնպես ինքը կատարել կամ մրցավարի Սուլիչ Ավակյան ու բրավո Ղազարյան Ինչ արեց այստեղ դարպասապա Ղազարյանը, եթե չպարտվի այսօր Միլանը, կարծում եմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը կլինի հենց Միլանի դարպասապա Հովհաննես Ղազարյանը, ֆանտաստիկ արդյունավետություն գրանցեց այսօր Վիլյարեալի դեմ խաղում, բրավո, իսկապես բրավո Միլանի դարպասապային Ստեփանյան, Ավակյանին է ուղարկում գնդակը, մնաց գնդակով Ավակյան, հետո Ջիլբերտոն Նահանջեց Զաքարյանն էլ շատ գեղեցիկ գործեց, կարողացավ փոխանցում կատարել, Խալաթյանն էլ շարժվում է առաջ Բեգոյանը ճիշտ է նահանջեց, բայց արդեն փակեց անկյուն ու հարված կլինի Վիլյարեալի դարպասից, վերջին րոպեն է ընթանում հանդիպան։ Մեկ րոպե մինչ հանդիպան ավարտ ու տեսնենք այս վերջին րոպեն թիմերը ինչպես կանցկացնեն։ Կարո Մանուկյան Դա Ավակյանի տարբերակը գտավ Ավակյանին Մանուկյանը Արմեն Ավակյան այստեղ Դուրյանն է հաջող պաշտպանում ու թույլ չի տալիս Ավակյանին շրջանցել իրեն եզից կնետի Վիլյարեալը կատարված է եզրային նետում Ավակյան լավ գործողություն բայց հարվածը Ավակյանին չստացվեց ու հարված կլինի արդեն Միլանի դարպասից Եթե չսխալվեն Միլանի ֆուտբոլիստները կարող են վճռորոշ գրոհ հենց իրենք իրականացնել մեկ րոպե ասած մրցավարը, բայց արդեն դրա կեսը ամենակիչը արդեն թիկունքում է մնացել Դուրյան երկար փոխանցում առաջ ուժեղ էր այս փոխանցումը ու տեսնենք այս վերջին վարկյանները ինչպես կընթանան Արմեն Ավակյան Գտավ Կարո Մանուկյանին, այստեղ անցավ Մանուկյանի փոխանցումը դեպի Ավակյանը, եւս մեկ փոխանցում, Սարդարյան կա փոխանցում Մուսայանը, փակում է գնդակի ճանապարհը, Ուլուխանյան, թույլ է տալիս մրցավարը վերջին գրոհ իրականացնել Վիլյարեալի ֆուտբոլիստերին, այստեղ էլ հարված տեսանք ու փակվեց Բեգոյանի հարվածի ճանապարհը, Դուրյան չի ավարտում մրցավարը հանդիպումը, չանցավ հիմա էլ Դուրյանի փոխանցումը Ստեփանյան այստեղ չանցավ Ստեփանյանի փոխանցումը, ներողություն փոխանցումը անցավ, բայց կար խաղի կանոնների խախտում Ստեփանյանի դեմ պայքարում ու նորից ստանդարտ է նշանակում մրցավարը Դիտեց մրցավարը նախորդ դրվագի կրկնապատկել ու ձեռքով խաղ չէր եղել Միլանի պաշտպանների կողմից եւ հիմա սա իսկապես վերջին դրվագը կլինի հանդիպան նորից ստանդարտ նորից Միլանի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս վերջին ստանդարտը ինչ է տալու Վիլյարեալին Արմեն Ավակյանն է նորից գնդակի մոտ ու տեսնենք Հիմա արդեն ավելի հարմար է դիրքը Ավակյանի համար հարված կատարելու, քան եղել է հանդիպան մնացած ստանդարտների ժամանակ ու տեսնենք կգտնվի արդյոք Ավակյանը դիպուկ թե ամեն դեպքում թիմերը կբաժանվեն խաղաղությամբ Տեսնում ենք կա մրցավարի Սուլիչ Ավակյան
Ավակյանի հարվածը նույնպես ու նորից Ղազարյանը հետ մղեց գնդակը Մանուկյանի հարվածն էլ չստացվեց դիպուկ ու հանդիպումը ավարտվում է իսկապես մարտական հանդիպում դիտեցին թիմերը բաժանվում են խաղաղությամբ ու վաստակում մեգական միավորներ այս հանդիպման համար նախատեսել էինք այսքանը կարճ դադար որից հետո կշարունակենք